վերադարձի, որ հետո նորից կարողանաս գնալ։ Սա իմ, չգիտեմ ասեմ կոչիս, պատգամիս, վերնագիրն է, բայց ես ուզում եմ, որ բոլոր եղբայրներ խնդրում եմ, այնքան զգոն եղեք, եթե լինի մեկը, որ հանկարծ ուրիշ թեմայից խոսի, մի անգամից զապչած, ոնց ես, թրաշըտ, խնդրում եմ այդ կենցաղային բաները դրեք մի կողմ։ Հիմա մտածեք, որ Տերը հիմա բան ունի ասելու քեզ բան ունի ասելու։ Եվ միգուցե սիրելիներս, այն խնդիրներից, որ կամ պիտի դուրս գաս, կամ պիտի դուրս չգաս, սա այն վերջի խոսքն է, որով Աստված քեզ բան է ուզում ասել։ Պատգամի վերնագիրն է, վերադարձի, որ կարողանաս նորից գնալ։ Գիտեք, ես հավատում եմ, որ մենք հոգեբանորեն, չգիտեմ այդ որտեղից ենք այդ ուսմունքները ձեռք բերել, դաստիարակված ենք այսպես, միշտ առաջ։ Բայց ես նկատել եմ, որ միշտ առաջ գնալով չէ, որ մարդը կարողանում է առաջ գնալ։ Ժամանակ կա, որ ինքը մի քիչ ետ պիտի գնա, մի քիչ հետ պիտի կանգնի իր ընթացքից, որ կարողանա նորից գնալ առաջ։ Ես մի նկար եմ ուզում ցույց տալ այստեղ, ես կխնդրեմ, եթե դալիճի լույսերը մի փոքր մքացնեմ, որպեսզի ձեր ուշադրությունը բերեմ, դուք կարող եք հենց այսպես էլ պահել, սա շատ կարևոր պահ է։ Ես վերցրել եմ ժողովող գրքի առաջի գլուխ 1-ից 7 համարները։ Նայեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Նարեկ եղբայրը չկա, ես ոնց հասկանում եմ այսօր։ Okay։ Ասում է դուք ինձ հետ եք, կա ինչ որ մեկը որ կօգնի ինձ, որ ես վստահ լինեմ, որ դուք լսում եք ինձ։ Լսում եք սիրելիներս։ Տեր օրհնի։ Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չի լցվում։ Այն տեղը, ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում, որ նորից գնան։ Եթե դուք ուշադրություն կդարձնեք մի ահռելի մեծ ծով, որ ինչքան էլ գետերը լեցնեն, այդ ծովը այդ գետերի կարիք չունի։ Ուրիշ բանի կարիք կա։ Գետերը, որոնք սկիզբ են առել ակունքից, սկզբից, Աստծոց, հիշի քո ապաշխարության օրը, հիշի քո այդ Աստծո այդ հանդիպման օրը, հիշի քո ուխտերը, որ կապել ես Աստծո այդ տեղի ունեցել հենց այդ ակունքում։ Եվ դու դուրս ես եկել այդտեղից։ Գնացել ես։ Բայց բան կա, շատերն էլ չեն արել, այլևս ետ չեն դարձել, որպեսզի նորից գնան։ Հավատացեք սիրելիներս, եթե մեկը տեսնում եք ընկած, սարսափելի մի ծանր վիճակի մեջ է, գիտեք ինքը ինչ արել, ինքը ակունքներից դուրս է եկել, բայց չի մտածել, որ նորից պիտի վերադառնա այնտեղ, որտեղից նորից զորություն կառնի եւ կգնա առաջ։ Դուք ասում եք, ես մարել եմ, դուք ասում եք, ես էլ չեմ կարողանում համբերել, դուք ասում եք, ես էլ չեմ կարողանում գնալ առաջ։ Գիտեք ամբողջ պատճառն ինչն է, սիրելիներս, որովհետև դուք չեք հավատում, շատերը չեք հավատում, որ հոգևոր կյանքը ցիկլային կյանք է։ Ով է հասկանում ցիկլային բառը, ցիկլիչնի։ Նարեկ վազի, խնդրում եմ, նարեկ վազի։ Հարազատներս հոգևոր կյանքը ռուսերեն ասած ցիկլիչնի է, հայերեն փորձեցի թարգմանել տարբեր ձևերով, հնչում է ցիկլային։ Ինչ է նշանակում դա, խնդրում եմ միկրոֆոն տվեք Նարեկին։ Ցիկլային, տեսեք ինչ է նշանակում։ Ցիկլային նշանակում է, որ ինչ որ բան կրկնվում է որոշակի հերթականությամբ։ Что-то повторяется с какой-то очередью. Կամ պարբերաբար վերադառնում է նույն փուլին, Или возвращается на какое-то одно и то же место. որպեսզի նորից ինքը կարողանա գնալ առաջ։ Մեր հոգևոր կյանքը այդպիսին պիտի լինի։ И чтобы оно пошло дальше. Наша духовная жизнь должна быть такой. Ես ամենամեծ խնդրեմը, որ տեսնում եմ, И самая большая проблема, որ դուրս ենք եկել այնտեղից։ что мы вышли оттуда. Մեր սկիզբը այնտեղ է եղել, Наше սիրելիներս։ начало было там. Բայց որոշներին ուզում եմ ասեմ, շատ չես հեռու գնացել։ Но многим хочу сказать, ты недалеко ушел. Ես որոշներին ուզում եմ ասեմ, ժամանակը չի, որ ետ դառնաս норից։ И разве не время, чтобы ты вернулся обратно? Ժամանակը չի, որ նորից մտածես, որ դու կարիքն ունես մտնելու այդ ծովի մեջ, որ այդ ծովի թարմություն առնես եւ գնաս առաջ։ Чтобы ты подумал, что есть нужда обратно вернуться и Որպեսզի обновиться. դուք հասկանաք ցիկլայինը,
տեսեք սիրելիներս մի քանի օրինակ բերեմ։ Օրինակ, տարվա եղանակները։ К примеру, времена года, погоды. Աստված այնպես արել, որ նրանք ցիկլային լինեն։ И Бог так сделал их циклично. Այսինքն գարուն է, То есть Ամառ է, это весна, лето, աշուն է, осень ձմեռ է Զիմա։ եւ կրկին նորից գարուն է։ и снова весна. Հավատացեք, եթե ձմեռից հետո գարուն չգա, Поверьте, если не будет весны после зимы, ուրեմն կյանքը կանգ առավ սիրելիներս։ значит жизнь Ով է остановилась. հասկանում ինչ եմ ասում։ Кто понимает, о чем? Եթե մենք չվերադառնանք բարբերաբար այնտեղ, Если мы не будем մենք возвращаться կհայտնվենք туда, ամենախայտարակ վիճակների մեջ мы սիրելիներս։ окажемся в самом стыдливом положении. Բնության մեջ В природе սերմը աճում է, семя растет, պտուղ է տալիս։ дает плод, Հետո այդ պտուղը նորից սերմ է տալիս։ но потом этот плод опять дает Եվ семя. մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը անընդհատ կրկնվում է։ И мы видим то, что этот процесс постоянно Եվ քանի повторяется. դեռ այդ գործընթացը կա, ուրեմն кա կյանք։ Пока он есть, этот процесс, есть Այնտեղ жизнь. որտեղ այդ ցիկլը կանգ առած։ Где остановился этот цикл? Գիտեք, ամբողջ աշխարհը շեփոր է հնչեցնում։ И весь Трубу, мир, он трубит. трубит трубой. Եվ ասում է, որ մենք էկոլոգիայի լուրջ ճգնաժամի առաջ ենք У нас կանգնած։ большой экологический кризис. Գիտեք ինչ են իրենք ուզում ասեն։ Знаете, что они хотят Որ сказать? երկիր մոլորակի ցիկլը կանգ առնում կամաց-կամաց։ Что цикл Земли останавливается. Հոգևոր կյանքն էլ է ցիկլային։ И духовный цикл. Գալիս ենք, Мы приходим, լեցվում ենք Աստծո հոգով, мы наполняемся Духом Святым, գնում ենք, мы идем, գործում ենք, мы действуем, նորից գալիս ենք Աստծո մոտ, мы опять возвращаемся որ к նորից Богу, լեցվենք, чтобы опять որպեսզի наполниться, նորից գնանք։ чтобы опять Եվ пойти. շատ կարևոր է այդ ցիկլը պահել, սիրելիներս, Очень важно, чтобы мы держали этот цикл, որպեսզի կանգ չառնի մեր հոգևոր чтобы կյանքը։ наша духовная жизнь не Մենք остановилась, հոգևոր մահ ապրենք դրանից հետո։ чтобы у нас была духовная смерть после этого. Շատերը Многие գալիս են, приходят, վերցնում են, берут ուշադիր լսեք, այլևս ետ չեն վերադառնում։ и больше не возвращаются. Հիսուսը դրա մասին ասեց. И Иисус об этом Ուր сказал. են այն 9 բորոտները, որոնց ես Где те բժշկեցի։ 9 прокаженных, которых я исцелил? Ուր են այն մարդիկ, որոնք տեսան իմ հրաշքները, բայց իրենք չկան իմ ներկայության մեջ։ Где те люди, которые увидели это исцеление, и Գիտեք, нету их в моем կարծես присутствии? թե մարդը իր գենետիկորեն առանց Աստծո էյությամբ գող է։ Казалось бы, генетически человек без Бога это вор. Ինք Աստծոց վերցնում է եւ փախչում, Он берет что-то от մոռանալով, Бога. որ դա Աստված է տվել իրեն։ Убегает от него, забывая, что Бог ему это дал. Եվ այսպիսով, Итак, գուրերեղբայրներ 4 կարևոր օրինակ։ 4 важных примера. Շատ արագ ասում եմ եւ ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին սրանով շատերիդ հետ Я խոսելու է։ верю, Дух Святой будет говорить к вам. Մենք հետո սկսելու ենք աղոթել մեկս մյուսի համար։ Միգուցե ինչ-որ մեկը գա առաջ, միգուցե մեկը ծնկի, միգուցե մեկը ապաշխարի այսօր։ Может быть, кто-то выйдет вперед, покаяться, мы будем молиться. 4 կարևոր բան կա, որ Տերը դրել է սրտիս, ասեմ, որ դա պիտի լինի ցիկլային, եթե ոչ, սիտուացիան ավելի ծանր կդառնա մարդու 4 կյանքի մեջ։ важных вещи, которые должны быть циклические. Если Առաջինը, нет, будут проблемы. Առաջինը, անարակ որդու պատմությունը, История блудного сына. Սամարացի կնոջ պատմությունը, История самарянки. հոգևոր անկում ունեցող մարդու պատմությունը, История духовного падения человека. հոգևոր փորձառության վրա հույս դնողը, բայց Աստծո հետ կենթանի կապ չունեցողը։ И человек, у которого нет связи с Богом, но есть духовный Այս 4 опыт. տեսակ մարդիկ կարիք ունեն մեր եկեղեցում վերականգնեն ցիկլը։ Вот эти 4 вида человека в нашей церкви Վերադառնան имеют դեպի нужду ծովը, обновить цикл, вернуться в море. եւ այնտեղից նորից թափառնեն գնան И առաջ։ оттуда вновь взять движение Ուրեմն силы, пойти առաջինը вперед. սիրելիներս Первое. Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11-ից Лука 13-ում գրված է։ 11 стих. Մի մարդ երկու որդի ուներ։ У человека было 2 сына, Նրանցից փոքրն ասեց հորը. и младший сказал из них отцу: Հայր, տուր ինձ, Ատյեց։ որ բաժին կհասնե ինձ ստացվածքիցը։ дай мне часть имения. Եվ նա ասում է ապրանքը բաժանեց նրանց որդիներին։ И он разделил им имение. Եվ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովեց, տվեք նկարը խնդրում եմ Դավիթ աղբերս, ժողովեց եւ գնաց շատ հեռու։ И младший сын собрал все и ушел далеко. Եվ մի երկիր գնաց։ И он пришел в одну землю. Եվ Սուրբ Գիրքն ասում է այնտեղ իր ստացվածքը վատնեց անառակ ապրելով։ Библия говорит, что он расточил, живя распутно. Աստվածաշունչը հորից վերցրածը И Библия, то, что говорит, то, что он взял у отца, տանելով իր սեփական ցանկությունների մեջ ծախսելը и когда он расточил на свои կոչում է собственные դա желания, անառակի պես ծախսել այդ ամենը, վատնել այդ он ամենը։ называет это расточить.
Գիտեք, նավատնում էր իր ժառանգությունը։ Он расточал свое наследство. Փորձում էր փնտրել երջանկություն երկրային բաների մեջ, ինչը որ անում են ցավոք սրտի շատ հավատացյալներ։ Пытался найти счастье в мирских вещах, что делают многие верующие. Գիտեք, ուզում եմ որոշ մարդկանց հարցնել։ Хочу некоторых Այն կյանքը, спросить. որ տվել է Աստված քեզ, Ту жизнь, которую тебе дал Бог. դու երբևիցե նստել մտածում ես, ինչի վրա ես վատնում, Ты когда-нибудь задумался, на что ты расточаешь? ինչի это? վրա ես ծախսում։ На что ты тратишь это? Քույրեր եղբայրներ, մեր կյանքը դա անվերադարձ է։ И наша жизнь, она Այն невосполнима. ինչի վրա ես իմ կյանքը ներեմ դնում այսօր։ На что я сегодня отдаю Ես свою վաղը жизнь? չեմ կարող այն նորից նույնը կրկնել, որովհետև արդեն դա կորցրած է։ Я не могу завтра сделать то же самое, потому что это потеряно уже. Սուրբ Գիրքն ասում է, И Библия говорит, ծովը չի լեցվում։ море, оно не Այստեղ մի наполняется. քիչ ուզում եմ խորհուրդը փոխեմ, ծովը չի լեցվում։ И я хочу поменять смысл, оно не наполняется. Հարստությունը, Богатство, հաճույքները, удовольствие, ազատությունը, свобода, երկրավոր որևէ մի բան։ какая-то земная вещь. Հիշեք, երկրավոր որևէ մի բան Вспомните, какая-то земная вещь չեն կարող հագեցնել մարդու հոգին։ не могут утолить человеческий дух. Ինչպես душу. որ չկարողացավ հագեցնել անառակ որդու հոգին։ Так же, как и не могло насытить блудного сына. Ոչ մեկ չի կարող իր հոգին լեցնել ժամանակավոր բաներով սիրելիներս, դա բացառված է։ Кто не может наполнить свою душу Գնացեք временными ամենալավ вещами? տեղերը հանգստացեք։ Вы можете пойти в самые Բայց лучшие եթե места դուք Աստծո հետ отдыхать. կապ չունեք, ձեր հոգին դատարկ է լինելու Но միշտ։ если у вас нет связи с Богом, вы всегда Այո, будете դուք пустые. արտակնապես կփոխվեք։ Вы внешне изменитесь. Վիտամին D կընդունեք։ Вы примете витамин D. Արևը ձեզ մի քիչ կվառի։ Солнце вас немножко обожжет. Դուք կտարբերվեք ուրիշներից։ Вы будете отличаться от других. Բայց խոստովանեք, Но ես էլ исповедуйте. ձեր հետ։ Я с вами. Ձեր հոգին չի լցվում դրանով։ Ваша душа не Քույրեր наполнится եղբայրներ, этим. Աստված այնպես է արել, որ մեր հոգին արևի կարիք չունի։ И Бог сделал так, что наша душа не Մեր имеет հոգին нужды в փողի солнце, կարիք չունի։ не имеет нужды в Մեր деньгах, հոգին հագուստի կարիք չունի, սիրելիներս։ не имеет нужды в одежде. Մեր հոգին ժամանակավոր երկրավոր լավ կյանքի կարիք չունի։ Наша душа не нуждается в Դրա хорошей կարիքն ունի մեր современной жизни. մարմինը։ Это нуждается наша Դրա плоть, կարիքն ունի մեր շունչը։ наша душа. Բայց մեր հոգին այնպես է արել Աստված։ Но наш дух сделал так Господь, Որ միայն լեցվի նրանով։ чтобы наполнялся только им. Հիշում եք, երբ որ սատանան եկավ Աստծո մոտ, Вы помните, когда сатана пришел к ասեց, Богу? որ дու հոբին ցանկապատել ես, Он сказал то, что ты оградил его, ծածկել ես։ ты заградил Ով его. կարող է նրան կպնել։ Кто может до него докоснуться? Աստված ասեց, թույլ եմ տալիս։ И Бог сказал, я допускаю, Բայց նրա անձին չկպնես։ но не касайся его духа. Ուզում էր ասել, հոգին իմն է։ Он хотел сказать то, что его дух принадлежит мне. Հոգին իմն է։ Его дух принадлежит мне. Ցավոք պետք է ասեմ, И, к сожалению, должен հենց այս բաների сказать, պատճառով է շատերի սրտի մեջ չի աշխատում Աստծո խոսքը։ по этой причине у многих не работает в сердце Слово Որ Божье. մոռանում են, որ նրանց հոգին պիտի վերադառնա դեպի Они забывают Աստված։ то, что их душа должна вернуться к Богу. Գիտես, շատ հետաքրքիր է, որ Աստված կարևոր բաները ցիկլային է դարձել։ И интересно, что Бог важные вещи сделал цикличными. Ասում է, որ մեր մարմինը հողից է, Он говорит то, что наша земля, она, плоть из земли հողին էլ պիտի վերադառնա։ и должна вернуться в землю. Բայց երբ որ կանգնենք նրա առաջ, Но когда мы встанем пред Ним, ուշ թե շուտ պիտի վերադառնանք рано или սիրելիներս։ поздно мы должны вернуться. Բայց Երանի նրան, Но блажен որ тот, իր ապրած կյանքի օրերում ինքը անընդհատ վերադարձել է, գնացել է, который на протяжении վերադարձել է, своей жизни он գնացել է։ возвращался, уходил, Եվ возвращался, ուզում եմ уходил. իմ շատ սիրելի շատ քույրեր եղբայրների ասեմ, И хочу многим сказать, շատերդ պիտի վերադառնաք многие вы должны вернуться այնտեղ, туда, որ կարողանաք նորից գնալ։ чтобы вы смогли пойти вперед. Վերադարձը Возвращение. Ղուկաս ավետարանի 15-րդ գլխի 15-18-ում И в 15 стихе, в 15 главе, ասում է եւ գնաց այն երկրի քաղաքներից մեկի մոտ մտավ նա նրան ուղարկեց իր հանդը որ խոզ արածեսնե եւ նա ցանկանում էր անառակ որդին իր փորը լեցնել այն եղջյուրներով որ խոզներին ուտում են բայց ոչ ոք չէր տալիս նրան եւ ինքն իրեն գալով ասեց քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լեցված եւ ես այստեղ սովամահ կորչում եմ վեր կենամ գնամ վերադառնամ հասնեմ այն ակունքը որտեղից դուրս եմ եկել գնամ իմ հոր տունը նրան ասեմ հայր մեղանչեցի երկնքի եւ երկրի քո դեմ քո առաջ ընդունիր ինձ Տեր գիտեք սոված նվաստացած ուշքի գալով и знаете, он, будучи в голоде, когда пришел նա в себя, վերադառնում է դեպի он աղբյուրը возвращается к источнику. կրկին այնտեղ են դառնում И он возвращается туда, որպեսզի գնան чтобы пойти. ասո մարդկանցից մեկն էսպես է ասել Один Божий человек сказал,
Մարդու հոգին չի կարող վերջնական հանգիստ գտնել։ Божий дух, человеческий дух не может найти спокой Երկրային բաների մեջ в мирских вещах եւ մշտապես ձգտում է վերադառնալ Աստծուն, и постоянно пытается որից вернуться к Богу, ստացել է իր գոյությունը, от ապրելը։ кого получил свое бытие, свою жизнь. Քույր երեխբայրներ, ցավոք սրտի, И, к сожалению, հիմա որ կատեգորիայի մարդկանց եմ ես հիմա խոսում, про какую категорию людей я говорю? որոնք շաղաղված են իրենց մեղքերի մեջ։ Которые буквально запутаны в своих грехах. Քեզ դատապարտող չկա։ Никто тебя не осуждает. Քեզ Տիրոջ հոգին ասում է վերադարձիր։ Тебе Божий Дух говорит, вернись. Ես քեզ նորից ուժ կտամ, որ գնաս։ Я тебе снова дам силу, и ты пойдешь. Ես քեզ կներեմ, Я тебя прощу, ես քեզ կսրբեմ, и я тебя освящу. ես քեզ ոսկե պատմուճանը կհագցնեմ, Я дам тебе золотой перстень. ես քեզ կհագցնեմ ոսկե մատանին, Я дам тебе золотой ես перстень. կոշիկներդ կփոխեմ այն ճանապարհով, որ դու գնացել ես եւ կործանվել, ետ վերադարձի։ Я поменяю твою обувь. Вернись Սիրելիներս, назад. ես շատ քչերի անձնական կյանքից տեղեկություն ունեմ, У меня нет сведений о личной жизни, բայց հոգիս վառվում է, որ որոշներին ասեմ, но мой дух буквально горит некоторым դադարեք сказать. մեղ գործելուց, Перестаньте грешить. վերադարձեք, Вернитесь. նա ձեզ կընդունի։ Он вас примет. Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չի լեցվում այնտեղ, որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում, որ գնան։ Սա մեղավորների հետ կապված։ Все реки текут в море, но море не переполняется. Երկրորդ օրինակը И второй пример. Սամարացի կինը։ Самарянка. Ասում է Արտնաս Սամարիայի մի քաղաքից եկավ անունը Սուքար, այնտեղի մոտ, որ Հակոբը տվավ իր որդի Հովսեփին, եւ Հակոբի մի աղբյուր կար այնտեղ, եւ Հիսուսը ճանապարհիցը վաստակած, այսինքն հոգնած, այն աղբյուրի վրա նստեց եւ այն ժամ 6-ին դեմ էր, եւ արդ Սամարացի մի կին եկավ, որ ջուր հանե։ Հիսուսը նրան ասեց. «Ինչ ջուր դուր խմեմ, որովհետեւ նրա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն»։ Սամարացի կինն էլ ասեց նրան. «Դու որ հրյա ես, ինչպես ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ, որովհետև հрьяաները չեն խառնվում սամարացիների հետ»։ Կինը գալիս է ջրհորի մոտ ջուր քաշելու։ Женщина приходит к этому колодцу, чтобы подчерпнуть воды. Սա տարբերվում է անառակ որդու պատմությունով, գիտեք ինչով։ Знаете, чем эта история отличается от истории блудного Որ այս сына? կինը չգիտեր, որ Աստված պիտի հագեցներ իրեն։ Что эта женщина не знала, что Бог должен утолить. Մարդկա գիտի, բայց շաղաղված է իր մեղքերի մեջ, ուժ չի գտնում։ Այդպիսի մարդկանց Տերն ասում է վերադարձի, ես կընդունեմ քեզ։ Есть человек, который это знает, но он замешан в грехах, у него нету сил Մարդկա вернуться. սամարացի կնոջ նման չգիտի, որ Հիսուսն է աղբյուրը կյանքի։ А есть человек, который, как подобно самарянке, не знает, что Иисус источник жизни. Հիսուսը պատասխանում է 4-րդ գլխի 10 խոսքից ասելով նրան. Иисус отвечает ей. Եթե Աստծո պարգևը գիտենար եւ եթե ով է նա, որ քեզ ասում է դուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր, դու կգայիր նրա մոտ, նա քեզ կյանքի ջուր կտար։ Կինը նրան ասեց. «Տեր, դու դուլ չունես, հորը խոր է, ապա որտեղից ունես կենթանի ջուրը։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվավ մեզ, ինքը սրանից խմեց նրա որդիքը եւ նրան ասունները»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Ամեն այդ ջրիցը խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմե այն ջրիցը, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի»։ Հավատացողը կասի ամեն։ Այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար բխի։ Կինը նրան ասեց. «Տեր, դե տուր ինձ այդ ջուրը, որ ծարավեմ, Женщина говорит, չծարավեմ, ну тогда дай мне, чтобы я не жаждала больше, եւ չգամ այստեղ ջուր чтобы հանել»։ я не приходила сюда пить с этого Հիսուսը колодца. նրան ասում է. «Գնա կանչիր քո մարդուն, արի այստեղ»։ Иисус говорит, позови своего мужа и приходи Կինը сюда. պատասխանում է եւ ասում. «Մարդ չունեմ»։ Она говорит, у меня нету мужа. Հիսուսը նրան ասեց. «Լավ ասեցիր, թե մարդ չունեմ, Иисус говорит, ты хорошо сказал, что у որովհետեւ тебя 5 мужа, մարդ ես ունեցել։ потому что у тебя было 5 мужей, Նա որ հիմա էլ ունես, քո մարդը չի»։ и тот, который сейчас у тебя, не твой муж. Դա ճշմարիտ ասեցիր, կինն ասեց։ И эта женщина сказала, ты Տեր, правду сказал. տեսնում եմ, որ դու մարգար Я ես։ вижу, что ты пророк. Ով էր այս կինը։ Кто была эта женщина? Փնտրում էր կենթանի ջուր։ Она искала живую воду. Այստեղ մարդիկ կան, որոնք փնտրտունքների մեջ են։ Здесь люди, которые в поисках. Ուզում են այդ փնտրտունքներով հասնեն մի կետի, որ կարողանան հագեցնել իրենց И они ներսը։ хотят достичь точки, чтобы утолить свою внутренность. Բայց ուզում եմ ասեմ, հարազատս, Но хочу сказать շատ родное. սխալ տեղեր ես ման գալի։ Ты ищешь это в неправильных местах. Կամ մի տեղ,
Есть одно место, որտեղ դու կվերադառնաս։ куда ты вернешься. Եվ դրա մասին Հիսուսը կնոջն ասում է, եթե իմանաս, որ ես կարող եմ տալ։ Об этом говорит Иисус этой женщине. Если бы ты знала, что я могу Եվ дать. տեսեք կինն ինչ է И ասում։ посмотрите, что говорит эта женщина. Դե դուր, որ ես այլևս Дай չծարավեմ։ мне, чтобы я больше. Երանի այս խոսքերը աղոտ դառնան շատերի համար, որ կանգնենք ձերքը բարձրացնի Տիրոջը եւ Дай ասենք. Бог, чтобы это была молитва для многих людей, чтобы мы подняли руку и сказали: Դե դուր, որ ես այլևս չծարավեմ։ дай мне, чтобы я больше не жаждал. Հոգնել եմ Я փնտրտունքներից։ устал от поиска. Ուզել եմ հոգիս հանգստացնեմ իմ երեխաների լավ տեսնելով, չի ստացվում։ Я хотел утолить себя, Չանք եմ увидев хорошую жизнь моих գործադրում, детей. որ ընտանիքից մեջ լավ մտնոլորտ լինի, հոգիս չի Я пытаюсь բավարարվում։ наладить атмосферу, и мне от этого... Դրանք լավ են, որ դու անում Это ես, хорошо, то, что ты делаешь. բայց դա երբեք քո հոգին չի Но это հանգստացնի։ никогда не утолит твою душу. Ասում է, կին դասես նրան։ И эта женщина Հիմա сказала: գիտեմ Տեր, теперь знаю, որ դու ես, դու իսկապես մարգարես։ что ты пророк. Հիսուսը ցույց է տալիս, Иисус որ показывает, ինքն է կենթանի ջրի աղբյուրը։ что Он источник живой воды. Հենց այդ ժամանակ կինը թողնում է իր ջրամանը, գնում է քաղաք պատմում И Քրիստոսի մասին։ он оставляет в этот момент свой сосуд и идет, рассказывает в городе всем. Նա վերադառնում է дեպի աղբյուրը։ Она возвращается к этому Այնտեղից источнику, ստանում այնպեսի ջուր, и она получает оттуда такую որ воду, այլևս չի ծարավի։ и такую воду, что Ինչ она ենք не անում մենք возжаждет опять. երկրպագության ժամանակ Что мы սիրելիներ։ делаем во время поклонения? Մենք խմում ենք նրա ջրերից։ Мы пьем от его Բայց источника. եթե մարդ կա, որ մինչև հիմա չգիտեր, որ նրա հոգին միայն Քրիստոսով պիտի Но բավարարվի։ если есть человек, который и до сих пор не знал, что его дух может удовлетвориться Միակ только process-ն է, որտեղ Հիսուսը։ ոչ մի օպցիա չի աշխատում, բացի Հիսուսին հանդիպելուց։ там один процесс, нет других опций, только встреча с Иисусом, Որ դու գնաս чтобы ты եւ пошел ասես, и сказал, ջրերը վերադառնում են, воды возвращаются. որ նորից, գիտեք, կինը Женщина, Երբ որ գալիս էր այդ ջրհորի մոտ ամեն անգամ ջուր տանելու նույն անառակինն էր, որ գնում էր գյուղ։ когда возвращалась, приходил к этому колодцу, возвращалась той же блудной женщиной. Բայց ոչ այս անգամ։ Но не в этот раз. Երբ հանդիպեց Հիսուսին, Когда встретила Иисуса, ինքը գնաց որպես ավետարանիչ она пошла как евангелист. եւ ամբողջ գյուղաքաղաք ապաշխարեց И իրենից։ вот это все селение, оно покаялось. Տեսեք, նա որ նրա ջրից խմի ինչ կարող է լինել։ Посмотрите, тот, кто пьет из его источника, что с ним может быть. Անառակը դարձավ ավետի ստանող։ Блудник становится евангелистом. Անառակ որդին վերադարձավ հործոցը։ Блудный сын вернулся в объятия Տեսեք отца. ինչ կարելի է անել, երբ որ մարդը հանդիպում է կենթանի ջրին։ Посмотрите, что может быть, когда человек встречается с живой водой. Հաջորդը Следующее. մարդիկ կան, որոնք կարծես թե մեղքի մեջ չեն։ Есть люди, которые, казалось бы, не в грехе. Տեսանելի մեղք չկա։ У них нет видимого Բայց դու греха. նկատում ես, որ նրանք հոգևոր անկում են ապրում։ Но ты видишь, у них есть духовное падение. Հոգևոր ունեցող, նայեք, հոգևոր անկում ունեցող մարդը Человек, у которого духовное падение, դա նման է մի գետի, որ չորանում է, он похож на реку, которая засохла, կորցնում է ընթացքը, теряет свое движение. հեռանում աղբյուրից։ Оно отдаляется от источника. Ինչ է տեղի ունենում այդ մարդու կյանքի մեջ։ Что происходит в жизни этого человека? Սկսվում է հոգևոր пассивությունը։ Пассивность духовная. Աղոթքի բացակայությունն է։ Отсутствие молитв. Սերն է սառում սրտի մեջ։ Его любовь холодеет. в сердце. Աստծո խոսքի հետ կապն է կամած մարում։ И он постепенно разрушает связь. Կորցնում է եկեղեցու հետ կապ աստիճանաբար։ Постепенно теряет связь с церковью. Եվ ցամաքեցնում է հոգու կենթանի ջրեր И իր մեջ։ буквально вот эти иссушает источники живой воды Հայտնության երկրորդ внутри. գլխի 2-ից 5 համարները ցնցում է այս օրինակի հետ կապված։ И в Откровении очень потрясные слова есть. Գիտեմ связанные с քո этим. գործերը, Я знаю твои дела. գիտեմ քո աշխատությունը, Я знаю твой գիտեմ труд. քո համբերությունը։ Знаю твое терпение. Չարերին չես կարողանում И ты համբերել։ не можешь стерпеть. Փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում, И испытал тех, которые называют себя բայց апостолами, չեն։ но не таковы. Գտար որ սուտ են, Нашел, что они лжецы. նեղություններ կրեցիր, Ты много приносил. համբերություն ունես իմ անունի համար, Ты имеешь терпение. աշխատեցիր, И ты трудился. չթուլացար։ И не изнемогал. Եվ կարծես շարունակության մեջ Հիսուսը պիտի ասեր. Ապրես։ И, казалось бы, Иисус должен был сказать: молодец. Ոչ, Нет. ասում է, բայց քեզ դեմ բան ունեմ։ Он говорит: но имея против себя то. Դուք տեսնում եք, որ համբերել,
Вы видите терпение, աշխատել Աստծո համար, трудиться для Господа, արդարամիտ լինել, иметь праведные ճիշտը мысли, միշտ խոսել։ говорить всегда правду. Սիրելիներս, դա լավ է, Это хорошо. բայց դա այդքան էլ հոգևոր ցուցանիշ չի կարող լինել։ Но это не может быть таким четким духовным Հիսուսն показателем. ասեց, քո դեմ բան ունեմ, Иисус сказал, у меня Դու есть այո, что-то против այդպիսին тебя. ես, Да, ты такой, բայց քո դեմ բան ունեմ։ но у меня есть что-то против Ես тебя. ուզում եմ այդպիսի մարդկանց անդրադառնամ մեր եկեղեցու։ Я хочу обратиться к таким людям в Այո, нашей церкви. Տերը գիտի քո աշխատանքը, Да, Господь знает твой труд, Տերը գիտի քո Он համբերությունը, знает твое Տերը терпение. գիտի, որ դու այնքան արդարամիտ ես, որ չարերին չես կարողանում Он համբերել։ знает, что ты не можешь терпеть развратных. Փորձել ես նրանց, Ты испытал их, տեսել ես, որ սուտ են, и ты нашел то, что они Տերը лгут. տեսել է, որ դու նեղություններ ես կրել, Бог видит, что ты Համբերություն перенес трудности, ունես։ у тебя есть терпение, անգամ իր անունի համար դու աշխատել ես, и ради имени вот ты չես трудился թուլացել, и не изнемогал. բայց ինքը քո դեմ բան ունի։ Но против тебя у него кое-что есть. Գիտեք ինչ ունի։ И знаете что? Ասում է, Он говорит, հիշի որտեղից վայր ընկար։ вспомни, откуда ты не спал. Դրանից առաջ ասում է, որովհետև А до этого он говорит, քո առաջի սերը թողել ես։ потому что ты оставил свою первую любовь. Էս սա ցնցում է И մեզ։ это просто потрясает. Գիտեք, եթե Աստված այս արտահայտությունը չաներ ես եկեղեցու վերաբերյալ, ես եկեղեցին ամենաօրինակելին կարող էր լինել։ Если бы Иисус не сказал бы такое про эту церковь, она была бы самым Ասում է, примерной. բայց ոչ, Но нет, առաջին սերը թողել ես։ ты оставил свою первую любовь. Դու էլ են առաջվանը չես։ Ты не прежний. Պատճառ ես բռնում, որ քո հաստատությունը Ты արդարացնես, ищешь причину, чтобы себя оправдать. բայց դու առաջվանը չես։ Но ты не прежний. Քույրեր եղբայրներ, Братья и сестры, ես ուզում եմ շատերի ասել, я хочу многим сказать, վերադարձեք, вернитесь, որ նորից կարողանաք գնալ։ чтобы вы снова смогли пойти. Սա երրորդ տեսակի մարդն է։ Это третий вид человека. Գիտեք, Աստծո մարդկանցից մեկն ասում է. Один из Божьих людей сказал, Մարդը մշտապես նոր բարիքներ, и человек постоянно новые дела գիտելիքներ, или какие-то знания, փորձառություններ է ձեռք բերում, и получает какой-то опыт, սակայն նրա սիրտը մնում է չհագեցած, но его сердце как остается քանի неудовлетворенным, դեռ նա չի վերադարձել դեպի այնտեղ։ пока он не вернулся туда. Վերջինը, Последнее. հոգևոր փորձառության վրա հույս դնողը, Человек, кто надеется на духовный опыт, բայց Աստծո հետ կենթանի կապ չունեցող մարդը, но у него нету живой связи с ինքը Богом, հարուստ է հոգևոր փորձառությամբ։ несмотря на богатый духовный опыт. Ով է հոգևոր փորձառության վրա հույս դնող մարդը, Кто это человек, который ставит свой опыт на духовный опыт, որ Աստծո հետ կապ չունի։ у которого нету связи с Այդ Богом? մարդը նման է գետի, Он похож на реку, որը ժամանակին ջրառատ է եղել, которая в свое время была բայց այժմ водоносной, կապ աղբյուրի հետ թուլացել է։ но сейчас она ослабла. Նա ապավինում է անցյալի փորձառություններին, Она надеется на прошлое. նա մի ժամանակ ապրում էր հոգևոր կյանքով, Она в свое время жила духовной նա жизнью. ժամանակին զգում էր Աստծո ներկայությունը, Она в свое время чувствовала Божье բայց присутствие. այսօր նրա աղոթքը ձևական է, Но сегодня его молитва лишь вид, սիրտը սառած, с холодным сердцем, հարաբերությունները Աստծո հետ մեռած։ с мертвыми отношениями с Богом. Ում կարող ենք տեսնել այս ֆոնի վրա, Кого мы можем увидеть на этом фоне? անարակ որդու եղբորը։ Брата блудного сына. Շատ հետաքրքիր պերսոնա էր։ Это был очень интересный персонаж. Գրված է եւ նրան մեծ որդին հանդումն էր, երբ որ եկավ տանը մոտեցավ, երկերի եւ պարգալու ձայնը լսեց ծառաներից մեկին կանչեց իրեն մոտ, հարցրեց թե «Էդ ինչ ձայն է»։ Նա էլ ասեց նրան թե «Եղբայրդ եկել է, քո հայրը մսացու, եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նրան»։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել հոր մոտ, բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան։ Նա էլ պատասխանեց եւ ասեց հորը. «Ահա, այսքան տարի է, տեսեք, մատնացույցանում ինչ է, իր փորձառությունը հոր հետ։ Որ քեզ ծառայում եմ, ծառայության փորձառությունը։ Քո պատվերներից երբեք դուրս չեմ եկել, երևացող ոչ մի մեղ չկա կարծես։ Բայց դու ինձ երբեք մի ուր չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինենք։ Իսկ երբ որ այդ քո որդին եկավ, որ քո ստացվածքը պոռնիկների հետ կերավ, մսացու եզը մորթեցիր դրա համար, նա էլ ասեց նրան. «Որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես։ Ամեն ինչ որ իմս է, քոնն է, բայց ուրախ լինել է պետք, խնդալ է պետք, որ այս քո եղբայրը մեռած էր, կենթանացավ, կորած էր եւ գտնվեցավ»։ Քույրեր եղբայրներ, Братья и сестры. եղբայրը անարակ որդու, Брат блудного сына.
Մի քանի բան կար, որ չգիտեր։ Было несколько вещей, которых Որ он не знал. հայրը իր հետ է, Что отец с ним, այն ինչ որ ունի հայրը իրենն է։ то, что принадлежит отцу, принадлежит Ես ему. զարմանում եմ, ոնց է այդքան ժամանակ մնացել Я հոր տան удивляюсь, մեջ, как он столько времени находился Մարդ. в отцовском доме. որը միշտ փորձել է հենվել իր փորձառության վրա։ Человек, который всегда пытался как бы Գիտեք, նրանք այդպիսի մարդիկ и такие люди, շատ գիտելիքներ կարող են ունենալ։ у них много может быть знаний. Նրանք կարող են անգամ Հիսուսյանուն օգտագործել։ Они даже могут использовать имя Ես ա Иисуса. վերցրել եմ Գարակելոցի այն քահանայի որդիներից, որոնք Հիսուսյանով դևեր են հանում։ Я как бы в пример взял тех людей, которые именем Иисуса в деяниях изгоняли бесов. Բայց անձնական кап չունեն Но у Քրիստոսի них հետ։ никакой не было личной Նրանք связи с ապավինում Христом. են ձևին, Они уповали на вид, այլ ոչ թե կենթանի հարաբերությանը։ но не на живые отношения. Նրանք արտաքին կրոնավոր պահելաձևերով են տարված։ Они вовлечены в религиозные разные Ապավինում են անցյալի արժանիքներին։ обряды, то есть им важны вот эти ценности прошлые, Да. опыта вот этого. Գիտելիք կա, Есть знания, բայց կենթանի կապ չկա։ но нету живой связи. Ձևական աղոտ կա, Есть лишь видимая, Цеска. номинальная молитва, есть вид, բայց սիրտը սառած է։ но холодное сердце. Եկեղեցին ծփում է Աստծո ներկայության մեջ։ И церковь, она в Да, присутствии Алекс, Божьем Ինքը наполнена, հեռախոսի մեջ է։ а он в телефоне. Քարոզա գնում։ Идет проповедь, Ինքը կարիք չունի լսելու։ и ему нет нужды слушать, Բայց արտաքին ոչ մի մեղ չկա но нет կարծես։ никакого видимого греха. Սիրտը սառած է։ Холодное сердце. Քույր երեխբայրներ, Братья и сестры, նրանք նման են գետի, они похожи на реку, որը ժամանակին ջրառատ է եղել։ которой в свое время была Այժմ водоносной, կապը наполнена աղբյուրի հետ թուլացած է։ а сейчас связь с источником ослабла. Շարժվում է, Оно движется, բայց ջուրը կենթանի չէ։ но эта вода, она не живая. Գիտեք, ես էլ ասեմ ու կանք աղոթքի ես Я это վերջացնում։ скажу, и я заканчиваю, будем Օ, молиться. Տեր, մենք ժամանակ ունենք։ Մենք երբ որ տեղափոխվեցինք մեր տունը, И когда мы переехали в наш дом, ես հասկացա իսկական ջուրը որն է։ я понял, что значит настоящая вода. Մեր տունը կվարծիրայում որ ջուր ենք բերում։ Мы, когда приносили воду в Սերնես ոչ квартиру, նեխում էր, и она, ոչ հոտ էր գալիս։ и от нее не шел запах, она не портилась. Բայց ջուր էր, ասում ենք, ոչ հոտ է գալիս, ոչ բան։ Ну, Հետո мы երբ որ ես говорили, գնացի это вода. մեր տուն ապրելու когда հողի я- վրա սեփական, Уже в собственном доме жил, ես տեսա օրգանիկ ջուրը որն է, я увидел, что значит органическая вода, որ նա կարա կանաչի, которую она может այնտեղից կարա позеленеть, հոտ գա դաժե, եթե երկար է սպահում։ может идти запах, если она Դրա համար будет պիտի անընդհատ այդ ջուրը շարժվի, որ այդ հոտը долго անցնի։ стоять. Она должна постоянно двигаться, чтобы этот запах прошел. Հարազատներս, Родные, ես ինձ եմ այս կետը, ես երբ որ պատրաստում եմ, ես ասում եմ, Տեր, ես նկատել եմ, որ ես շատ բաներում գայթակղված եմ սրանով։ и я, когда готовил этот бук, я понял, что я во многом соблазняюсь 33 от տարվա этого пункта. փորձ։ Вот этот опыт 30 лет. Ով է հիշում երջանկության մեխանիկան կինոն։ Кто помнит Ասում механизм 25 счастья? թե 50 40 տարվա մանկավարժ եմ սենց ու սենց գիտեք չէ մարդիկ կան տենց որ գալիս են եկեղեցի հենց հետները խոսում ես դու տեսնում ես այդ խոսքերը 40 տարվա մանկավարժ եմ էս ինչ են անում էլ խաբար չի որ ջրերը հոսում են բաներ կա փոխված մեզ ցածկելա պետք է ջրերի մեջ սիրելերս քույր եղբայրներ Братья и сестры, ամեն գետերը все реки գնում են ծովը идут в море. քաղցրներ ջան եկեք բայց ծովը չի լցվում Но море не наполняется. այն տեղը ուր որ գնում են գետերը И в то место, куда идут реки, կրկին այնտեղ են դառնում они снова возвращаются, որ նորից գնան чтобы снова пойти. չէ ինեսա ջան արի բալես արի այդ իրավունքը քեզ ոչ մեկ չի տվել ուզում եմ մինչև որ ոտքի И կկանգնենք прежде чем мы встанем на ноги, գիտեք միասին երգելու ենք ինձ նոր թևեր դուր այդ мы երգը будем вместе петь. Էլ մի րոպե «Ինձ նոր չկանգնենք թևեր տուր». բայց ես ուզում եմ որ այս երկրպագության եւ աղոթքի Я ժամանակ хочу, чтобы мы во время поклонения и молитвы, այս 4 օրինակները вот эти 4 примера, եթե այստեղ կգտնվի գոնե մեկը если здесь будет хотя бы один, անգամ եթե կուզենա առաջ գալ ես դեմ չեմ я не հարազատներս против, ողջունում եմ если этот եկեք человек не захочет, ես захочет իջնեմ идти եւ вперед. քո հետ քեզ համար միասին կաղոթենք Я спущусь и вместе будем молиться за тебя.
Եթե դու նկատում ես, որ ծովից վաղուց դուրս ես եկել, Если ты замечаешь, что ты давно вышел из моря, մնացել է հոգևոր հիշողությունները, осталась какая-то духовная память, մնացել է փորձը, опыт, գիտելիքը, знания. բայց սիրտը սառած Աստծո մեջ։ Но твое сердце охладилось в Боге. Եկեք վերադառնանք, Возвращайтесь, որպեսզի нորից գնանք։ чтобы снова пойти вперед. Ես չգիտեմ ինչու հավատում եմ, Я не знаю, почему я верю. որ գիտեք ես չեմ ասում, որ բոլորս էլ այս ծովից կտրվել ենք եւ այլևս ետ չենք դառնա։ Я не говорю, что Ճիշտ мы все հասկացա, оторвались от моря и вернемся. բայց հավատում եմ, Но я верю, որ եթե Տերը խոսում է այսօր, если Господь Ուրեմն- сегодня говорит, կան մարդիկ, значит, есть люди, որոնք պիտի ետ վերադառնան, которые должны вернуться, որ նորից գնան։ чтобы снова пойти. Իմ դուրը գալիս է Քաղեբի հոգեբանությունը։ И мне нравится психология или Халева, да? Դա Երբ որ Իսրայելի մի սերունդ մեռավ անապատում, Когда один род Израиля умер в пустыне, նրանք մտան Քանանի երկիր, они вступили в землю ханаанскую, եկավ Հեսուին ասեց. и он пришел и сказал Иисус Навину, Ես я, դեռ այնքան ուժ ունեմ у меня есть еще столько силы գնալու, բայց Քաղեբը երևի այդ սերունդի ամենատարիքով մարդկանցից մեկն էր։ идти, но, наверное, он был самый пожилой среди них. Գիտեք սերունդներս, եթե դու այս ցիկլը պահում ես, Если ты держишь свой этот цикл, դու ամենախորը ծերության մեջ կարող ես պտուղ բերել։ ты даже в глубокой старости можешь принести плод. Գիտեք, վայ ինձ, И горе мне, որ իմ մեռնելուց առաջ գոնե ես իմ ձեռը չդնեմ իմ թորի վրա, գոնե օրհնություն փոխանցեմ։ Վայ ինձ, если я хотя бы не возложу руку на своих внука и не благословлю վայ их. ինձ, որ ես ձեռս երբ որ ես դնեմ, դատարկ լինի եւ այդ երեխու գլուխն էլ դատարկ մնա։ Горе мне, что эта рука будет пустой, и голова этого ребенка Ես ուզում будет եմ, пустой. իմ դուրը գալիս է, որ Աստված ասում է, ես Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածն եմ։ И мне нравится, что Бог говорит, я Бог Авраама, Исаака Բայց и դուք Якова. տեսեք նրանց արածը։ Но увидите их поступки. Մինչև ծերություն անենց սոչնի էին իրան։ Они были настолько сочные, плодовитые до конца Անկամ своих երբ дней. որ Հակոբը ծանր տարիներ ապրեց, չիմանալով որ Հովսեփը կենթանի է, Даже Иаков, когда проживал тяжелые дни, не зная, жив Иосиф բայց или երբ որ нет, իմացավ որ Հովսեփը կենթանի է, но когда он узнал, что Иосиф жив, Սուրբ Գիրքը նկարագրում է որ նրա հոգին կենթանացավ։ Библия описывает, что его дух, он оживился Այդ խորը ծերության մեջ в этой глубокой старости. Հակոբը նորից կանգնեց ոտքերի վրա։ Иаков снова встал на ноги. Իսկ մարդը արդեն 30-ից հետո ասում է, թող ջահելները ծառայեն։ А есть человек, который после 30 лет говорит, что пусть Ո՞ց молодые սիրելիներս, ես վերադառնում եմ ծովը, Я возвращаюсь в море, որ նորից շարժվեմ առաջ։ чтобы снова пойти вперед.